Գիրք Հուդա։ Հուդա Հիսուս Քրիստոսի ծառա և Հակոբոսի եղբայր, Աստված հորից սրբված և Հիսուս Քրիստոսում ընպահված կանչվածներիդ, ողորմություն և խաղաղություն և սեր շատանա ձեր վրա։ Սիրելիներ, որովհետև ամեն ջանքարի, որ գրեմ ձեզ մեր հասարակած փրկության համար, հարկ եղավ ինձ, որ գրեմ ձեզ և հորդորեմ, որ մրցիկ սրբերին մի անգամ ավանդված հավատքովը։ Որովհետև մի քանի մարդիկ ներս պրծան, որոնք առաջուց հաստատված էին սույն այս դատաստանի համար, ամբարիշտներ, որ մեր Աստծո շնորհքն անառակության դարձրին և ուրանում են այն միայն իշխանին, Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, որ արդեն այս բանը գիտեք, թե Տերը ժողովրդին փրկեց Եգիպտոսի երկրիցը և հետո չհավատացողներին կորցրեց։ Եվ այն հրեշտակներին, որ իրանց իշխանությունը չպահեցին, այլ իրանց բնակությունը թողեցին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց մեծ օրվա դատաստանի համար, ինչպես Սոդոմը և Գոմորը և նրանց շուրջի քաղաքները, հենց սրանց կերպով պոռնկելով և ուրիշ մարմնի ետևից գնալով, օրինակի համար մեր առաջին դրված են, հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։ Եվ նմանապես էլ սրանք, որ ցնորված լինելով մարմինը պղծում են, տերությունը անարգում են և փառքը հայհոյում են։ Եվ Միքայել հրեշտակապետը, երբ որ սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսեսի մարմնին համար, չհամարձակեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց. «Տերը քեզ հանդիման է»։ Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են։ Եվ ինչ որ էլ անխոս անասունի պես բնականաբար գիտեն, նրանցում ապականվում են։ Վայ նրանց, որ Կայենի ճանապարհովը գնացին և Բաղաամի մոլորությունովը վարձքին նվիրվեցան և Կորխի հակառակության պես կորան։ Սրանք գայթակղության ժայռեր են ձեր սրի խնջույքներումը, որ աներկյուղ միասին ուտել խմելիս իրանց անձերն են արածեցնում։ Անջուր ամպեր են քամիներից տատանված, պտղակորույս անպտուղ ծառեր, 2 անգամ մեռած արմատախիլ եղած, ծովու կատաղած ալիքներ, որ իրանց անձերի ամոթն են փրփրեցնում, մոլար աստղեր, որոնց պահվում է հավիտյան խավարի մութը։ Ենովքն էլ, որ 7-րդն է Ադամից, սրանց համար մարգարեացավ և ասեց. «Ահա Տերը եկավ իր բյուրավոր սուրբերովը, որ դատաստան անե ամենին և նրանց ամբարիշտներին հանդիմանե իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար և բոլոր այն խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին։ Սրանք տրտնջողներ և փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկությունների պես են գնում, և նրանց բերանը ամբարտավան բաներ է խոսում, երեսպաշտություն են անում շահի համար։ Բայց դուք, սիրելիներ, հիշեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներից առաջուց ասած խոսքերը, որովհետև ասում էին ձեզ, թե վերջի ժամանակներումը ծաղրանող մարդիկ կլինեին, որ իրանց ամբարիշտ ցանկությունների ետևից կգնան։ Սրանք են, որ ջոկում հեռացնում են իրանց, շնչավորներ, որ հոգին չունին։ Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք Սուրբ Հոգովը, աղոթք անելով, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով, և մի քանիսին վախով ապրեցրեք կրակից հափշտակելով, ատելով այն պատմուճանն էլ, որ մարմնիցն աղտոտված է։ Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծությունով, այն մեկ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսով, փառք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր դարերից առաջ և հիմա և ամեն հավիտյաններում։ Ամեն։